Թեմայի մասին առավել մանրամասն կզրուցենք Երևանի ավականու Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ։ Բարի երեկո Տիկին Բախշյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Էրեբունի Երևան տոնակատարության միջոցառումների անցկացման համար որոշվել է այս տարի 65 միլիոն դրամ ծախսել եւ դա կարծես թե բնորոշվել է որպես համեստ ծախս։ Դա ուղիղ կեսը։ Այո, դուք ավականու այս որոշման ինչպես եք վերաբերում, առհասարակ այս որոշումը շահեկան է թե ոչ։ Տարիներ շարունակ 13 թվականից մենք ավականու անդամ ենք, տարիներ շարունակ այս խնդիրը բարձրացրել ենք եւ տարբեր տարիներ տարբեր առաջարկներ են կարել։ Առաջի տարին առաջարկեցի միայն կլոր տարիները նշել։ Հետո խոսեցինք այն մասին, որ չի կարելի ծախսել այդ երկու օրվա վրա այդքան գումար, երբ մեր սահմանամերձ շրջաններում, գյուղերում տարրական պայմաններ չունեն մարդիկ, եկեք այդ գումարը հատկացնենք ամեն տարի մի գյուղի նվեր անենք Երևանի այսինչամյակի արխիվ։ Դա էլ չանցավ, այս տարի ապրիլյան պատերազմի հետևանքով երևանցի զոհվածներ ունեցանք, վիրավորներ ունեցանք եւ փաստորեն քաղաքապետարանը ինքը տեսավ, որ իսկապես շռայլել մսխել այդ գումարը այդ նպատակի համար չի ընդունվում։ Առհասարակ ինչպես է որոշվում այս կամ այն գումարի չափը, ավականին ինչքանով է մասնակցություն ունենում այդ որոշման հարցում։ Սկզբունքորեն առանց ավականու այդ որոշումները չեն կարող լինել, այսինքն գումարները ծախսվել չեն կարող։ Ամենակարևոր փաստաթուղթը Երևանի բյուջեն, որը ընդունվում է, այդ բյուջեն քննարկման շրջան ունի, առաջարկների շրջան ունի եւ այլն, եւ ընդունվում է։ Ամբողջ բանը նրանում է, որ եթե այս կոնկրետ Երևանի Էրեբունու տոնակատարության հետ կապված մենք առաջարկել ենք ուրեմն նվազեցնել ծախսերը, դա բյուջեով չի ընդունվել։ Բյուջեով հաստատվել է այն գումարը, ինչ որ նախատեսել մոտ 120 միլիոն, բայց հետո այդ դեպքերը բերեց նրան, որ իսկապես քաղաքապետը ինքն է որոշում։ Ինքը որոշեց եւ որոշեցին այս տարի ավելի համեստ լինել եւ 65 միլիոն ծախսել։ 65 միլիոնն էլ քիչ փող չի։ Եվ դա էլ կարելի է նվազեցնել կամ բաներ, որ դի վերմակիտ չափ ոտքերդ մեկնես, բայց արդեն քանի տարի է մի լավ ծրագիր է իրականացվում, սոցիալական ծրագիրը, այո, դա լավ ծրագիր է եւ անձամբ ես ամեն տարի առաջարկներ եմ արել սոցիալապես անապահով ընտանիքների, այս տարի զոհված զինծառայողների եւ վիրավորված երևանցի զինծառայողների ընտանիքներին թվով 2798 այո, եւ սիրիահայերին պիտի լինի, դա լավ ծրագիր է, այս պահին շատ օգտակար է։ Շնորհակալ եմ ձեզ հարցերին պատասխանելու համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Երևանի ավականու Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, մենք շարունակում ենք թողարկումը։